Հաջորդ տարի տնտեսությունը կաճի 4-ից 6%-ով, այս կանխատեսման հիման վրա է կազմվել 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր մեկ նախադասությամբ գնահատեց կայուն տնտեսական զարգացման բյուջե։ 2011 թվականին մենք ոչ միայն կհատենք 2008 թվականի մակարդակը, այլև կանցնենք առաջ։ Այսինքն նշանակում է 2011 թվականին մենք կանցնենք նախաճգնաժամային ամենաբարձր տնտեսական ցուցանիշի մակարդակը։ Ըստ նախարարի 2011 թվականի բյուջեով նախատեսված է եկամուտների ծավալի աճ 850 միլիարդի չափով, որը ավելի շատ է, քան այս տարի։ Հարկային եկամուտները կկազմեն 650 միլիարդ դրամ, այս տարվա 570 միլիարդի դիմաց։ Ծախսերը կլինեն մոտ 1 տրիլիոն դրամ, իսկ պակասուրդը 148 եւ 6 միլիարդ դրամ, ավելի քիչ, քան այս տարի։ Տիգրան Դավթյանին չի մտահոգում նաև Հայաստանի արտաքին պարտքը, որի ընդհանուր մակարդակը կկազմի 42-ից 44%։ Ի դեպ նա հրաժարվեց կոնկրետ թիվ նշել, թե եկող տարի արտաքին պարտքը ինչ թիվ է կազմելու, ինչպես նաև որևէ տեղեկություն չուներ գազի գինը կթանկանա, թե ոչ։ Քնալի Կիսոյան, Սևակ Գրիգորյան, IPF։